Ստեփանյան մեդիա նախաձեռնությունների կենտրոնի։ Այս ամանները այստեղ աղ կա, այստեղ էլ հաց, որում այն հացը, որը բոլորից շատ սիրում են մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատողները։ Նույն տեղից է առած, որտեղ դուք եք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինտերվյուսին, հատկապես Նունեին, որ ինքը կա և իր թիմը կա, և ամեն մյուսը իր կաշվի վրա զգացել է դժվար օրերին, ոնց է այդ թիմը աշխատել, պաշտպանել, օգնել և ոնց է ստիպել մեզ շարունակել աշխատել։ Շատ բան ունի լրատվամիջոցների դաշտը, բայց նաև շատ բան է պակասում։ Օրինակ պակասում են, որ շատ հաճախ մեր եւ մեր նման կազմակերպությունների տված գիտելիքները միշտ չեն կարողանում կիրառել, որովհետեւ դաշտը շատ լայն է, շատ մեծ է եւ չկա այդքան ռեսուրս այդ դաշտը իսկապես ակտիվ ու ավելի էֆեկտիվ օգտագործելու համար։ Պակասում է միգուցե կապը մարդկանց եւ լրատվամիջոցների միջև, այսինքն իրական փոխազդեցությունը, որպեսզի մարդիկ կարողանան ազդեն եւ դարձնեն լրատվամիջոցները ավելի լավ։ Պակասում են իհարկե ազատություններ, այսինքն թվում է, որ նրանք կան, բայց իրականում նրանք շատ հաճախ պայմանավորված են որոշակի քաղաքական իրավիճակներով եւ դա էլ ես կարծում եմ նաեւ լրատվամիջոցների մեղքն է, որոնք մեկ-մեկ պետք է պայքարեն այդ ազատությունների համար։ Եվ միգուցե ամենակարևորը էլի, կարևորներից մեկը պակասում է ի վերջո ռեսուրսը, պակասում է հնարավորությունը լուրջ զարգացման, քանի որ ընդհանրապես լրատվամիջոցները նաև բիզնես են եւ նրանք կախված են ինչ-որ չափով շուկայից։ Իմ հարազատներից մեկը միշտ ասում է, ես չեմ կարողանում ապրել անելանելի իրավիճակում։ Իհարկե պետք է ելք գտնել այս ամեն ինչից եւ ի վերջո մեր ամբողջ գործունեությունը այդ ելքը փնտրելու ինչ-որ մի հնարավորություն է եղել, օգնություն է եղել լրատվամիջոցներին հենց այդ ելքը փնտրելու համար։ Կարծում եմ, որ կա, բայց դրա համար պետք է միշտ փորձել սովորել, պետք է միշտ այնուամենայնիվ այդ մասնագիտական ջիղ ցանկությունը ինչ-որ բան փոխելու լինի լրատվամիջոցների, լրագրողների մեջ։ Սովորեցնում ենք անել այն ինչ-որ ճիշտ է անել, այն ինչ-որ պետք է անել։ Մենք բացատրում ենք ինչպիսին է լրագրությունը, ինչ է նշանակում լրագրություն եւ ինչպես է պետք այդ գործը անել։ Մնացածը գալիս է մարդուց։ Դրա համար երբ ես իմ ուսանողներին առաջին դասին հանդիպում եմ, անպայման ասում եմ, որ դուք պետք է լինեք դուք հետաքրքիր, դուք պետք է լինեք զարգացած, կրթված, շատ առաջադեմ, շատ յուրահատուկ հետաքրքիր, ամեն ինչ հասկացող, չէ որ ամեն ինչ ինչ որ դուք մատուցելու եք, անցնելու է ձեր միջով եւ հետո տալու եք ինչ որ մեկին, ուրեմն դուք պետք է այնքանով հետաքրքիր լինեք, որ ձեր մատուցումը լինի նախ իրոք օբյեկտիվ հնարավորինս, թեև ձեր միջով անցնում եւ սուբյեկտիվ է դառնում, եւ միաժամանակ պետք է լինի յուրահատուկ հետաքրքիր արդեն ձեր անձի յուրահատկություններից ելնելով։ Ես այդպես եմ կարծում, որ իմիջը այդ լրագրողի իր կենսակերպը, իր մակարդակը, հա, ինտելեկտուալ եւ այլն, այդ ամեն ինչը շատ կարեւոր է իր աշխատանքում։ Ես այդպես եմ կարծում։ Մենք առանձնահատկություն չենք տալիս, մենք ընդհանրապես սովորեցնում ենք լինել դու ես, դու հետաքրքիր ես, մենք նրանց մղում ենք ավելի հետաքրքիր յուրահատուկ լինել եւ իմանալ իրենց մասնագիտության հմտությունները բոլոր։ Եվ ամենակարևորը միշտ սովորեցնում ենք հեռուստատեսությունում չկան օրենքներ, կան միայն ինչ որ, ինչպես ասեմ, ռեգուլյացիաներ, հա, որոնք որ դու պիտի իմանաս այդ ամենը եւ խախտես հանուն ինչ-որ մի բանի։ Եթե դու ունես ինչ-որ մի գաղափար հանուն, որի պետք է խախտել այդ օրենքը, դու իմանալով իրան կխախտես եւ կստանաս հետաքրքիր մի բան։ Մնացածը արդեն գալիս է լրագրողից։ Մենք սովորեցնում ենք իրանք իրականացնում են։ Ինչքանով են իրանք համապատասխանում ձեր կամ մյուս հեռուստադիտողի սպասելիքներին, դա արդեն գալիս է նրանից, թե ինչպես իրենք աշխատում։ Մենք մեր տալիքը, մեր ինչ-որ հասանելիքն է տալիս ենք եւ մնացածը իրենք են։ Նյութեր պատրաստելիս էլ այդ բոլոր գիտելիքներն ինձ օգնում են անխոս, սակայն ցանկացած ոլորտին անդրադառնալով կլինեն դրանք այլ դասընթացներ, կլինի մշակույթի ոլորտ, արվեստի ինչ-որ ճյուղին, որի հետ ես առնչվում եմ, ամենտեղ ես զգում եմ այն ազատությունը, որը ստացել եմ Ինտերնյուզից։